Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մի քանի կարևոր հարց ենք ձեր հետ քննարկելու։ Առաջի հերթին գիտեք, որ Գյումրիի քաղաքապետը Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Ես համարում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է եւ տեսնում ենք այդ ուղղությամբ լուրջ առաջընթաց։ Առհասարակ կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, որ կոռուպցիայի դեմ պայքարը ակտիվացնեն։ Էլ ավելի, բավարար չէ, հարգելի Հայաստանի իշխանություններ, երբ մենք տեսնում ենք ինչպես են կաշառում ցույցերի մասնակցելու նպատակով, ինչպես է դա արվում խոսքին մեր ձևով շարժման գործընթացում, ինչպես է դա արվում Գյումրիում, ինչպես է դա արվում Կտրիչ Ներսյանի կողմից, լուրջ հարցեր են առաջանում այն ուղղությունով, արդյոք կոռուպցիայի դեմ պայքարը այսօրվա իշխանությունների էֆեկտիվ է, ուստի կոչ եմ անում, որ ավելի էֆեկտիվ դառնա։ Ընդհանուր առումով իհարկե շատ դրական եմ գնահատում այս քայլերը եւ պետք է ասել, որ կարծում եմ շուտապույտ ունենանք եւս հետաքրքիր առաջընթաց։ Պարզ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լուրջ համարվել, եթե այն թալանը, որը կազմակերպվել էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, հատկապես Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում, Լևոն Տեր-Պետրոսյանի նաեւ բոլոր 3 նախագահի, այսպես ասենք, այդ թալանի մասնակիցները իրանց թալանած, լափած հարյուրավոր միլիոն եւ միլիարդավոր դոլարը հայ ժողովրդից հետ տան Հայաստանի Հանրապետությունին։ Ավելի ճիշտ, Հայաստանի Հանրապետությունը գա եւ վերցնի, ստիպի իրենց վերադարձնել թալանածը հայ ժողովրդից։ Հայ ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես եւ ինչ ծավալի թալան եք դուք կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում, որի հետևանքում է, որ մենք պարտվեցինք, որի հետևանքում է, որ մեր բանակը հզոր չէր, իսկ դուք խաբում էիք ժողովրդին ասելով, որ տարածաշրջանում ամենահզոր բանակն էր, որովհետեւ թալանի հետևանքում Հայաստանում ոչ միայն բանակ գոյություն չուներ, նկատի ունեմ էֆեկտիվ բանակ, այն որ զինակոչի հետևանքում մարդիկ եք տանում բանակ եւ դրան կոչում եք բանակ, դա բանակ չէ։ Բանակը պետք է լինի բարձր պրոֆեսիոնալ կազմված, այլ ոչ թե ժամկետային, դա մեր նպատակն է ապագայի համար, որտեղ որ կծառայեն մասնագետներ եւ ամբողջ ազգը կլինի այդ բանակի մասը։ Դա նշանակում է, որ բանակը լինելու է միայն պրոֆեսիոնալներից կազմված, բայց հատուկ ծառայություն անցնող բոլոր քաղաքացիները կկարողանան պատրաստ լինել եւ կկազմեն ռեզերվի կարևորագույն մասը։ Եվ ես կարծում եմ, որ մոդելը, որը մենք պետքա կիրառենք բանակի կառուցման ուղղությամբ, դա իրականում Իսրայելի մոդելն է։ Այո, մեր նպատակը չպետք է լինի, որ օգտագործենք մեր 18-20-ամյա երիտասարդներին ինչպես ուժ բանակում, այլ պետք է նպատակը լինի, որ բանակում կազմենք այնպիսի լուրջ մարտական հնարավորություններ, գիտելիք, հմտություն ունեցող հատված, որը կկարողանա նույն ձևաչափով ամբողջ ազգին, ոչ միայն տղաներին նկատի ունեմ, այդ թվում աղջիկեքին նաեւ, ամբողջ ազգին, երիտասարդությանը եւ ոչ միայն բոլոր սերունդների ներկայացուցիչներին պատրաստել, վերապատրաստել եւ ձևավորել ազգ-բանակ։ Դա պետք է տեղի ունենա Իսրայելի մոդելով, ինչպես արդեն նշեցի, եւ Շվեյցարիայի մոդելով։ Փոքր, բայց շատ հզոր բանակի իրավիճակում դա ապագայի հարց է եւ ես ուզում եմ այստեղ հստակ ասեմ, որ քննադատելու ենք քաղաքացիական պայմանագրին, որտեղ դա անհրաժեշտ է։ Եվ պետք է նաեւ ընդգծեմ, տեսեք, այս օրերի ընթացքում նաեւ հարցեր են առաջանում մեր հայրենակիցների մի մասում, որոնք ասում են, որ քաղաքացիական պայմանագիրը այսպես ստանում է շատ լուրջ լծակներ եւ բռնապետություն է ձևավորում։ Դա այդպես չէ, եւ հակառակը հայկական ժողովրդավարությունը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է այն ինչ տեղի է ունենում, հակառակը ես քննադատում եմ այն ուղղությամբ, որ սա արվում է շատ դանդաղ եւ մեղմ,
Ոչ մի թավիշ, պողպատե մանդատ եւ արագ ավարտել այս ամբողջ հարցերը։ Մենք ունենք շատ անելիք, նոր խոսեցի բանակի ուրեմն բարեփոխումների եւ հզոր բանակ ձևավորելու անհրաժեշտության մասին։ Ուստի մենք ժամանակ չունենք ծախսելու կոռուպցիոն էլեմենտների, հակապետական ուրեմն էլեմենտների եւ ուժերի վրա եւ այդ ուղղությամբ։ Հիմա այն մարդիկ, ով մտահոգված են, որ քաղաքացիական պայմանագիրը սրանով կարող է ստանալ շատ մեծ լծակներ։ Առաջինը ասեմ, որ այս գործակալների հարցը լուծելը առհասարակ կառողջացնի իրավիճակը եւ կարծում եմ սա շուտապույտ պետք է արվի, որ իրավիճակը առողջանա շուտապույտ, ուստի պետք է այս գործը շուտ ավարտենք, Կտրիչ Ներսիսյանի այդ բազում միլիարդների յետբերման, ուրեմն գործակալների եւ այլն, ակտիվ պետք է աշխատել այս ուղղությունով, որ հետո արդեն զբաղվենք Հայաստանի Հանրապետության զարգացման հարցով։ Եվ ասեմ ձեզ շատ ուղիղ, հարգելի հայրենակիցներ, ես տեսնում եմ ձեր կողմից վստահության այդ շատ բարձր մակարդակը եւ աստիճանը իմ հանդեպ, եւ ես դա շատ բարձր եմ գնահատում եւ ուստի ձեզ ասում եմ շատ անկեղծ եւ ուղիղ, որ հիմա իմ գլխավոր առաջադրանքը եւ նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին, որ մենք լուծենք այս գործակալների, կոռուպցիոն հակապետական էլեմենտների, թշնամիների բացահայտ հայոց պետության, իմ անձնական որևէ մեկի հետ խնդիր չունեմ, ոչ ես, ոչ կարծում եմ ուրիշ բոլորը, հայկական պետության, Հայաստանի Հանրապետության, անկախության, սուվերենության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության դեմ ուրեմն այդ գործիքների հարցը լուծենք, դրանով կայունացնենք հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ եւ զբաղվենք արդեն Հայաստանի Հանրապետության զարգացման հարցով։ Որտեղ որ ես բացահայտ ձեզ խոստանում եմ, հարգելի հայրենակիցներ, եթե քաղաքացիական պայմանագիրը հայտնվի արդեն այնպիսի իրավիճակում, որ հուսով եմ այս կեղծ ընդդիմությունը արդեն չի լինի եւ ընդդիմադիր ուժերը թույլ լինեն եւ քաղաքացիական պայմանագիրը առհասարակ առողջ ընդդիմություն չունենա, ես ձեզ խոստանում եմ, որ ինչպես այսօր բացահայտ աջակցում եմ քաղաքացիական պայմանագրի վերընտրմանը 2026 թվականի ընտրություններում վարչապետ Փաշինյանի առաջնորդությամբ եւ նոր քվե մանդատ պետք է ստանան եւ գործը միջև վերջ հասցնեն, ապա նույն ձև ես ձեզ խոստանում եմ, որ եթե այդպիսի իրավիճակ ձևավորվի, ապա Հայաստանում մեկ կուսակցության կողմից ամբողջ դաշտը զբաղեցնելու հնարավորություն չի լինի եւ ես ինչպես այս օրակարգով նաև ակտիվ գործող քաղաքական հասարակական գործիչ նաև կարամ հստակ ասեմ, որ այո, ընդդիմադիր դիրքերից կխոսեմ, ընդդիմադիր մոտեցումներ կունենամ այնտեղ, որտեղ որ դա անհրաժեշտ է, որովհետև ընդդիմությունը նպատակ չպետք է ունենա գործի իշխանության դեմ կամ անպայման քննադատի իշխանությանը։ Ընդդիմությունը ասելու է եւ պետք է ասի ճիշտ ընդդիմությունը, ճիշտը ճշմարտությունը եւ լավին լավը պետք է ասի, իսկ վատին վատը։ Այն, որ պարոն վարչապետ դուք չգնացիք 2018 թվականին, ուրեմն նոր Հայաստան նոր հայրապետ շարժումի ուղղությունով եւ Կտրիչին այդ ժամանակ չհանեցիք, դա վատ էր, պարոն վարչապետ, դա ձեր սխալն է։ Քննադատում ենք ձեզ այդ սխալի պատճառով։ Այն, որ դուք Արթուր Վանեցյանին նշանակեցիք ԱԱԾ պետ, այն, որ դուք նշանակեցիք Օնիկ Գասպարյանին գենշտաբի պետ եւ ուրեմն դրա հետևանքում բոլորը պահանջում էին ձեր հրաժարականը, ինչու իրավունքներ առհասարակ գլխավոր շտաբի պետը, ամենայն հայոց կաթողիկոսը եւ ուրիշ մարդիկ իրավունք չունեին դա անելու, որովհետեւ Հայաստանում կա ժողովրդավարություն եւ ընտրությունների միջոցով է իշխանությունը փոխվում, դա բացահայտ ցուցանիշ է նրա, որ դուք սխալվել էիք։ Ինչ պատճառներով եք սխալվել։ Արդյոք կարծել էիք, որ դա ավելի բարենպաստ իրավիճակ Հայաստանին կստեղծի, թե ոչ, դա արդեն առանձին հարց է, բայց այս քննադատությունը ես կարծում եմ դուք պետք է նույնիսկ ընդունեք եւ համաձայնվեք, որովհետեւ դուք ինքդ եք հիմա ուղում ձեր իսկ սխալը։ Ուստի տեսեք ինչքան կարեւոր է, որ լինի առողջ ընդդիմադիր ձայներ նաեւ, բայց այս փուլում ես չեմ պատրաստվում
ուրեմն Հայաստանի իշխանությունների քննադատությունով զբաղվել, որովհետև այսօր վարչապետ Փաշինյանի առաջնորդությամբ քաղաքացիական պայմանագիրը կատարում է կարևորագույն ազգային առաջադրանք, նպատակ, եւ ես սատարում եմ այդ առաջադրանքին եւ նպատակին, այլ ոչ թե որևէ մեկին։ Ասեմ ձեզ, որ առհասարակ ես որևէ մեկի կողմ չեմ կամ որևէ մեկի դեմ չեմ։ Ես խոսում եմ միայն իմ անունից, ես վստահում եմ միայն այն քայլերին, որը ես եմ ձեռնարկում, որովհետև պատասխանատու եմ բոլոր իմ քայլերի եւ հայտարարությունների համար, իսկ մնացածը նպաստում եմ այն ուղղությանը, որը համարում եմ, որ սատարում է եւ այն ուղղությունով է մեզ տանում, որը մեզ պետք է դուրս գալով նաեւ այն հայտարարություններից, քայլերից եւ տրամաբանությունից, որի մասին մենք ձեր հետ բացահայտ խոսում ենք։ Ուստի, եթե այսօր քաղաքացիական պայմանագիրը կարևորագույն առաքելություն է անում, ազատագրելով հայ առաքելական եկեղեցին կտրիչ Ներսյանից եւ իր փոքրիկ խմբակից, ես նույնը կանեի լինելով ուրեմն իշխանությունում, ապա ես աջակցում եմ այդ քայլին։ Այսօրվա իրավիճակում, երբ Վրաստանը փաստացի գրաված է Ռուսաստանի կողմից եւ Վրաստանը օգտագործվում է ինչպես միջոց Հայաստանի վրա ճնշումների համար, այդ թվում բեռների ուղղությունով արդեն ակտիվ հենց Ռուսաստանը եւ Վրաստանը ակտիվ այդ ճնշումը ուրեմն ցուցադրում են Հայաստանի հանդեպ, ապա ես այո կշարժվեի նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանի բացման, նաև այդ պատճառով, ուրիշ պատճառներով, խաղաղության օրակարգով, որը կարևոր է, եւ ուստի ես աջակցում եմ այդ օրակարգին։ Կա հարցեր, որտեղ որ կարան լինել տարաձայնություններ, բայց հիմա հարցը դրանում չէ։ Ուղիղ նաև պետք է մի բան ասեմ, հարգելի հայրենակիցներ, որ մենք ոչ այնքան այս ալիքում, որովհետև այդպիսի բաներ ես մեկնաբանություններում կարծես ոչ էլ տեսել եմ, բայց առհասարակ ինչպես հանրություն պետք է զարգանանք։ Եվ ինչ նկատի ունեմ դրանում։ Տեսեք, հարգելի հայրենակիցներ, շատերը ով չի զբաղվում քաղաքականությունով ուղիղ, ով չի մասնակցում քաղաքականությունում, ով մասնագետ չի տիրապետում, չի հետևում, տեղեկատվություն չունի, չգիտի հմտությունները, չգիտի ուրեմն կոնկրետ պատճառները, չգիտի մանրամասները, չգիտի աշխարհաքաղաքական զարգացումները, պետք է զերծ մնան կամ սահմանափակեն իրենց քաղաքական հայտարարությունները իմ պատկերացումը, ոչ թե որովհետև ինչ որ մեկն է ձեզ սահմանափակում, դուք ինքներդ ձեզ պետք է սահմանափակեք, եթե դուք լիարժեք չգիտեք ինչ է տեղի ունենում, ապա ձեր գնահատականը կարա լինի վտանգավոր։ Հիմա ասեմ ինչ նկատի ունեմ, խոսքին այսօր կան մարդիկ, ով ասում են, որ Հայաստանում բռնապետություն է ձևավորվում, բայց դուք տեղյակ չեք առհասարակ նրա մասին, որ միջազգային հանրությունից գուցե նույնիսկ մեկ քննադատություն չկա Հայաստանի հանդեպ այս ձերբակալումների պատճառով։ Ձերբակալումների պատճառով Վրաստանում տասնյակ, հարյուրավոր, հազարավոր քննադատություններ կան շաբաթների, ամիսների ընթացքում, վերջի տարիների նույնիսկ ընթացքում, ամենաբարձր մակարդակով։ Ինչու մասին է սա խոսում, հարգելի հայրենակիցներ։ Սա խոսում է նրա մասին, որ Արևմուտքը, Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները գիտեն շատ լավ, ինչու է ձերբակալվում այս գործակալական ցանցը, այս հակապետական ցանցը։ Եվ նաև գիտեն, եւ շատերը ձեզանից երևի չգիտի, ինչ սցենար էր պատրաստվում Հայաստանում եւ դեռ պատրաստվում է ում կողմից, Կիրիենկոյի, Ռուսաստանի կոնկրետ մեկ ուղղության Կիրիենկոյի կողմից։ Սցենարը ներառում է այդ բոլոր ուժերը եւ ես ձեզ մանրամասն ասեմ։ Ուրեմն հանրապետական կուսակցություն պլյուս պատիվ ունեմ կուսակցություն պլյուս Արման Թաթոյան իր նոր կուսակցությունով, մեր ձևով կուսակցություն պլյուս Էդմոն Մարուքյան պլյուս Կտրիչ Ներսիսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Դաշնակցություն առանձին պլյուս բոլորին, Անդրանիկ Թևանյան եւ ուրիշ ինչ որ էլի այդպիսի նման ուժեր, այդ ամեն ինչը, հա, եւ չմոռանանք առաջին նախագահի ուրեմն նաեւ ուժը միասնական ջանքերով պետք է կարողանան հավաքել մեծամասնություն տարբեր մոտեցումներով, տարբեր ռազմավարությունով խաբել հայ ժողովրդին, դրա մաս պետք է լինի նաև
եւ կարևոր բաղադրիչ է ուրեմն պրոպագանդան եւ գիտեք որ բազում ուրեմն լրագրողներ իբրև մտել են քաղաքականություն Ռուբեն Մխիթարյան կարծեմ Աբրահամ եւս մեկ կար նաեւ այդպիսի բարձրաձայն ուրեմն պրոպագանդա էր ծավալում եւ այլն նույնիսկ կարևոր չի կոնկրետ ումասն ենք խոսում բայց առհասարակ կարելի ասել որ պրոպագանդայի մեջ լուրջ ներդրումներ է արվել եւ արվում եւ իրանց նպատակն է մի կերպ իշխանությունը վերադարձնել եւ այդ Վարդանիկը այդ սխեմայի նաեւ մասն էր այո կա վտանգ որ ինչ որ փուլում կարա օգտագործվի ուրեմն իրանց պաշտոնները համայնքներում տեսեք ես երեք կարդացի որ խոսք էր գնում ասում է ինքնիշխանությունն եք կամ ինքնուրույնությունն եք խախտում Գյումրի շատ հետաքրքիր հայտարարություն է ուստի ասեմ ձեզ որ չկա Հայաստանի Հանրապետությունում ինքնուրույնություն որը ինչ որ մի ձև կենտրոնական իշխանությունը կարա խախտել Հուսով եմ դա այսուհետև բոլորդ հստակ կարձանագրեք, որովհետև սա շատ վտանգավոր խոսույթ է, հարգելի հայրենակիցներ, էլի եմ ասում, ինչ որ մարդիկ կարող է ասեն, որ մենք դժգոհ ենք այսպիսի մթնոլորտից, մարդկանց էմոցիաների վրա սա կարա ազդի, կարող են ասել հոգևորականներին ձերբակալում են, դա ուրեմն լավ չէ, ով ասեց, որ լավ է, Բայց եթե հոգևորականը զգեստը օգտագործելով մեր եկեղեցին օգտագործելով ահաբեկչություն էր պատրաստում պետության դեմ դեռ մեղմ է վարվել պետությունը իր հետ։ Եվ մնացած հոգևորականներ։ Եթե հոգևորականը պետական կարգի տապալման ուղղությունով կոչել է անում, եթե ռուս օլիգարխը միլիարդներ է ուզում բերել եւ այստեղ ծախսել, գնել, խաբել, կաշառել մարդկանց, իրան այդպիսի հանձնարարություն են տվել, գումարնել վերևից տվել, որ ինքը գա եւ անի, Հայաստանի պետությունը կործելու է շատ կոշտ։ Եվ ես խնդրում եմ ձեզ, կոչ եմ անում, չգիտենալով ում վերաբերվում է, չունենալով պատկերացում ինչ է տեղի ունենում, մի մտեք էլի քաղաքականություն։ Ամեն մեկը չէ որ պետք է լինի քաղաքական գործիչ։ Մենք ազգովի դա պետք է սովորենք։ Ամեն մեկը չէ որ պետք է լինի միջազգային հարաբերությունների մասնագետ։ Ամեն մեկը պետք չէ որ լինի աշխարհաքաղաքական զարգացումների մասնագետ։ Ամեն մեկը մետրոյի շինարարության մասնագետ չէ։ Ամեն մեկը բնության մասնագետ չէ, պետությունում։ Ֆիզիկայով եւ քիմիայով ամեն մեկը չի զբաղվում, չէ։ Եվ ճանապարհ բոլորը չեն շինում, չէ, Հայաստանում կամ բոլորը չեն մեկնաբանում ինչպես պետք է կառուցվի ճանապարհը, չէ։ Նույն ձև այստեղ է։ Քաղաքականությունում կան նրբություններ, կա գիտելիք, տեղեկատվություն, որը հանրության մեծ մասը չունի եւ չպետք է ունենա, հարգելի հայրենակիցներ։ Եվ ուստի սա պետք է հաշվի առնենք եւ այդ ուղղությունով գնանք։ Դա չի սահմանափակում որևէ մեկին։ Դա ուղղակի ավելի պատասխանատու մոտեցում է տալիս, որ արեք մենք լավ խորանանք, հասկանանք եւ հասկանանք մեր դերը։ Քաղաքացիների մեծ մասի դերը այն է, որ արարեն իրենց կյանքում եւ կարևոր ներդրում ունենան Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Պաշտպանեն իրենց պետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, բայց տեղեկատվություն ունենալով, ինչու մասին է խոսքը։ Եվ պետք է հստակ ասել, որ այն, որ հայ հանրությունը հիմա, այդ թվում այս հարթակի միջոցով, ուրիշ հարթակների փորձում է շատ ավելի խոր ձևով հասկանալ այն աշխարհաքաղաքական եւ քաղաքական մոտեցումները ինձ շատ լրջորեն հույս է տալիս, որ մենք գնում ենք այդ ուղղությունով, որ շատ շուտով մեր հանրությունը հիմնված կլինի գիտելիքի ֆիքսված քաղաքական գիտելիքի մասին է խոսքը եւ մոտեցումների վրա։ Խոստանում եմ ձեզ, հենց մենք այս գործակալների հարցը լուծենք, ապա զբաղվելու ենք լրիվ ուրիշ հարցերով։ Եվ անհրաժեշտության դեպքում իշխանությունների քննադատության համար բաց ենք, պատրաստ ենք։ Բացի դրանից ես նաև ուզում եմ անդրադառնամ եւս մեկ կարևոր հարցի եւ սա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է։ Հարգելի հայրենակիցներ, ուղիղ պետք է ասեմ ձեզ,
Եվ գիտեմ, որ հանրության մեծ մասը, մի մասը առնվազն, համարում է, որ գործող իշխանության մեղքն է այնինչ տեղի է ունեցել։ Բայց սա ձեր էմոցիաներն են, ում սա վերաբերվում է։ Եվ ես ուզում եմ շատ ուղիղ ասեմ, էլի, անկեղծ։ Մեղավորը այս իրավիճակում մենք բոլորս ենք, բայց հիմա ավելի կոնկրետ ասեմ։ Այն մարդը, ով ուզում է մեղադրի ամեն ինչում Նիկոլ Փաշինյանին, էլի մեղադրենք, խնդիր չկա։ Բայց ով ուզում է մեղադրի ամեն ինչում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, ով է լինի վարչապետի պաշտոնում, դու լինես, ես լինեմ, ով է լինի, տարբերություն չկա։ Ինքը իրականում իրան մեղադրելու փոխարեն է դա անում։ Դու հարց տուր, դու ինչ ես արել։ Վարչապետը մեր ազգի ով է լինի վարչապետ, տեսեք։ Ազգի հնարավորության մասին է։ Ազգը եթե հզոր է, վարչապետը գործում է այդ հզոր ազգի հնարավորություններից։ Ազգը եթե թույլ է, գործում է այդ թույլ ազգի հնարավորություններից։ Եթե ազգը տալիս է այսպիսի տնտեսություն, ապա ինքը գործում է այդպիսի տնտեսությունով, իսկ պատերազմը հաղթում են տնտեսությունով։ Եթե ազգը աղքատ է, գործում է այդպես։ Եթե ազգը կիրթ է, վարչապետը ունի հնարավորություններ ուրիշ ձև գործելու։ Եթե ազգը կրթված չէ, ուրիշ ձև։ Եթե ազգը պայքարող է, վարչապետը ունի հնարավորություն ուրիշ ձև գործելու։ Եթե ազգը չի պայքարում, չունի այդ հնարավորությունը։ Իհարկե, մեծ պատասխանատվություն ունի վարչապետը։ Եվ ես ավելին ասեմ, որ խնդիրը նրանում է, որ 2 տարում առհասարակ անհնար է ով էլ լիներ այնպիսի բարեփոխումներ անել, որ պատասխանատվությունը քո վրա լինի։ Պատերազմ հաղթելու համար վառ օրինակը Իլխամ Ալիևն է։ Պետք է 20 տարի մոտավորապես։ Եվ պետություն ստեղծելու համար, շինարարության համար պետականության, այսպես ասենք, պետք է մոտավորապես 20 տարի, 1 սերունդ։ Լի Կուան Յուն դրան վառ օրինակ Սինգապուրում, էլ ավելի շատ, իրան մոտավորապես 40 տարի պետք եկավ։ Բայց երրորդ աշխարհից առաջի աշխարհ անցկացրեց Սինգապուրը, աղքատից հարուստ։ Մեզ իրականում պետք է Հայաստանը անցկացնել աղքատից հարուստ։ Հարցը նրանում է Նիկոլ Փաշինյանը ունակ է դա անել, թե չէ։ Հարց է։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը այսօր փորձում է անել կրթության ուղղությունով, տնտեսության զարգացման, հակակոռուպցիոն քայլերի գովելի է։ Արդյոք դա բավարար է։ Շատ պարզ հարց եմ տալի ես ձեզ։ Ով է ավելի լավ տեխնացու։ Հենց մենք ունենանք ավելի լավ տեխնացու, անցնենք գործի։ Հենց այդ տեխնացուն ասենք, որ մենք ուզում ենք այս տեխնացուն լինի վարչապետը։ Խնդիր չկա։ Միջև դա չկա, ամեն ազգը արժան է իր վարչապետին, ամեն վարչապետ արժան է իր ազգին։ Այսօր ազգը արժան է այսպիսի ղեկավարությանը, սա փաստ է, ինչու, որովհետև սրանից լավը առհասարակ չի երևում։ Խնդիրը նրանում է, որ շատ ուշ ազգը հասկացավ, որ արժան չէր Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Շատ ուշ։ 2018 թվականին։ Ուստի մենք թույլ չպետք է տանք, որ դա կրկնվի, եւ մեր սխալը ճանաչեք, որ մեր պարտությունը եկավ նրանից, որ 99-ից մինչև 2018, հեսա քեզ 20 տարի, ոչ թե զարգացման ուղղությունով ենք շարժվում, այլ պետության քանդման ուղղությունով ենք շարժվում, տապալման ուղղությունով ենք շարժվում, կոռուպցիայում փթավ հայկական պետությունը, փաստ է սա։ Սա գիտենք ամեն մեկս, եկել ենք Հայաստան, տեսել ենք, գիտենք։ Շատ մանրամասն գիտենք։ Ես 4 տարի փոքր ժամանակ ապրել եմ 9 տարեկանից մինչև 13 տարեկան ապրել եմ Երևանում։ Եվ շատ լավ նաև գիտեմ ինչ էր տեղի ունենում, որովհետև անմիջապես հայրիկիս սա վերաբերվել է։ Եվ որոշումը, որ Հայաստանում այլևս չապրի,
հայրս կատարել է մարտի 1-ի դեպքերից հետո եւ պարզ է դառել Հայաստանում ինչպիսի համակարգ է ձևավորված հակահայկական, որը սպանող համակարգ էր։ Հիմա մենք ունենք ժողովրդավար համակարգ եւ դրա համար չի կարելի շնորհակալ չլինել Նիկոլ Փաշինյանին եւ իր քաղաքական ուժին։ Եվ այդ մարդասպանների հետ համեմատել այսօրվա իշխանությունների նույնիսկ մոտիկ չի կարելի։ Իսկ ինչ վերաբերվում է մեր պետության զարգացման հարցին, եւս մեկ անգամ լուծենք գործակալների հարցը, անցնենք պետությունով զբաղվելու հարցին։ Վերջ։ Շատ պարզ, շատ ուղիղ։ Եվ հետո ես պատրաստ եմ այդպիսի անհրաժեշտության դեպքում ընդդիմադիր դիրքերից խոսեմ, բայց մինչև դա տեղի չի ունեցել, մինչև մենք ունենք գործակալների խնդիրը, մինչև մենք ունենք թալանչիների, կոռուպցիոն համակարգի, օտարի շահերը սպասարկող, հակապետական ուժերի, որոնք ուզում են գալ իշխանություն, ուզում են Սյունիքը հանձնել Գյումրու պես են ուզում դարձնել, մի հատ ռուսական ռազմակայան են Սյունիքը ուզում դարձնել, որտեղ որ գեներալ գուբերնատոր Վարդանիկ կնշանակեն եւ միութենական պետության օրակարգով կշարժվի։ Դե Գյումրում արեցիք, ինչուն հասակ։ Ոչ բանի, ընտիր, հիանալի, վերջ, ավարտվեց։ Առհասարակ եւս մի հատ հարց կա, որ առաջի հերթին պետք է արգելվի որևէ մարմնին արտաքին քաղաքական ուղղության մասին հայտարարություն նույնիսկ անի, նկատի ունեմ, ինչ Գյումրիի քաղաքապետը միութենական պետության մասին է խոսում։ Մենակ դա բավարար պետք է լինի իրան ձերբակալելու համար։ Որևէ տեղի ինքնակառավարման մարմին իրավունք չունի պետության արտաքին քաղաքականության մասին նույնիսկ կարծիք ունենալ։ Դա ձեր գործը չէ։ Ձեր գործը ասֆալտի ճարտարապետության հարցին, այն էլ կոռուպցիայով եք զբաղված, դե ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեն ձեզանով էլ կզբաղվի։ Եվ բացի դրանից շատ հստակ պետք է ասվի, որ այլևս այսպես տեղի չի ունենալու եւ շատ շուտով այս հարցերը հիմա լուծման կհասնեն եւ ամենագլխավոր հարցը իհարկե Կտրիչ Ներսյանի, որին Վարդանիկը $10,000 պարտք էր։ Կտրիչ Ներսիսյան հերիք չի բիզնեսով է զբաղվում, բանկային գործով էլ է զբաղվում։ Կտրիչ բա չես կարդացե Աստվածաշունչը։ Չգիտես Հիսուսի խոսքերը։ Ինքը ասել է, որ տաճարում առևտրի տեղ չի։ Կտրիչ, դու մեր բոլոր տաճարները առևտրի տուն ես սարքել, կտրիչ։ Դու մեր եկեղեցին առևտրականների եկեղեցի ես սարքել, կտրիչ։ Շատ շուտով դու էլ եւ այդ հակաքրիստոնեական մոտեցումը ավարտվելու է քեզանից մեր եկեղեցին պաշտպանելով եւ քեզանից մեր եկեղեցին ազատագրելով։ Պատրաստվում ենք Գյումրուց հետո ազատագրել Էջմիածինը։ Եվ դրանից հետո, երբ ազատագրենք ամբողջ Հայաստանը, ձևավորելու ենք եւ կառուցելու ենք միասին շատ հզոր պետություն։ Եվ այնտեղ արդեն շատ նորմալ գործընթաց տեղի կունենա, իշխանություն, կլինի առողջ ընդդիմադիր ուժեր, կլինի քննադատություն, իշխանափոխություն, ինչ որ փուլում, այո, ընտրությունների միջոցով, եւ դա շատ նորմալ է, կամ կոալիցիոն իշխանություն, եւ դա շատ նորմալ է այսօրվա իշխանության հետ խոսքին եւ այլն։ Շատ նորմալ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենալու, բայց ազգային ժողովում պետք է լինեն ազգային ժողովի անվանը համեպատասխանող մարդիկ, ոչ թե սրանք։ Ամոթ է։ Սրանք ազգային ժողովում, տեսեք, ինչպես է կոչվում, ազգային ժողով, սրանք ազգի ներկայացուցիչներն են, որ ելել են ժողով են անում ազգի մասին, սրանք ով են առհասարակ։ Հելել են հիմա բոլորով Վարդանիկին են պաշտպանում։ Ասում են լավ է արե գողացել է, լավ է արե կոռուպացված է։ Սա 37 թիվ է։
ոչ վատ է արել գողացել է, վատ է արել կոռումպացված է եւ պատասխանատվություն է կրելու։ Վերջ։ Շատ պարզ եւ ուղիղ։ Ուստի հարգելի հայրենակիցներ, շարունակում ենք աշխատել եւ կարծում եմ, որ շատ հետաքրքիր նոր թեմաներ քննարկեցինք ձեր հետ։ Կհանդիպենք, ցտեսություն։